միջազգային փորձի հետ կապ Նիկոլ ունի։ Փաշինյանը բոլոր ԿՊԱ-ականներին հրավիրել համալիր հանդիպման վաղը։ ԿՊԱ-ականների քաղցրահարում։ Եվ նաև ԿՊԱ-ականներին։ Վաղ ենթադրում եմ վաղը պարզ կլինի։ Առաջարկում եմ, հա, ես ներկա եմ լինելու, առաջարկում եմ, այո, կա առիթ, վաղը կիմանաք այդ մասին։ Բայց ինչու է գաղտնի պահվում։ Չեմ կարծում, բայց ճիշտ եմ համարում, որ վաղը հնչեցվի այդ մասը։ Ասվել է, որ միայն մեռածները կարող են չգան, բոլորը մեկ մարդուպես պետք է ներկա լինեն։ Ինչ կարևորություն այդ կա։ Մեկնաբանություն չունեմ։ Այսինքն քաղաքացիական պետական աշխատողների հետ կապ ունի սա, թե ինչ է, նախընտրական հավաք է, ինչ է լինելու։ Վաղը հստակ այդ մասին հայտարարություն կլինի։ Բաց հանդիպում է լինելու, պարոն Հայրապետյան, մենք կարող ենք գալ լուսաբանել։ Չեմ, այ տեխնիկական հարցերին չեմ տիրապետում, ենթադրում եմ նպատակահարմար կլինի վարչապետի աշխատակազմին այդ հարցերով չեմ։ Եկեղեցու շուրջ իրադարձությունների վերաբերյալ է Նիկոլ Փաշինյանը շարունակում տեսակետ հայտնել, երեկ էլ ասաց, որ ըստ պլանավորվածի գնալու են, ինչպես ինքնասում Կտուչներ Սիսյանը պիտի հեռանա, հրաժարական պիտի ներկայացնի։ Դուք այս հարցում աջակցում եք Նիկոլ Փաշինյանին։ 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ 2 շաբաթ առաջ մենք լրագրողների հետ պայմանավորվել էինք, որ ես պիտի ճեպազրույց տամ, ցավով պիտի արձանագրեմ, որ ընդամենը 1 ժամ բազմաթիվ լրագրողներ չհամբերեցին եւ ընդամենը 2 լրատվամիջոց էր ներկա, եթե չեմ սխալվում 24 News-ը եւ Factor-ը։ Նյուզեյմը ներողություն եմ խնդրում, կներեք։ Եվ ես պատասխանել եմ բոլոր հարցերին։ Չեմ պատրաստվում ամեն անգամ նույն թեմաներին անդրադառնալ։ Ես ցանկալի կլինի նաև ծանոթանալ լրատվական դաշտին, կարծում եմ նաև դա ձեր պարտավորությունն է։ Ես այդ հարցին իմ դիրքորոշումը հայտնել եմ, ասելու, որ լիարժեք սատարում եմ իմ քաղաքական առաջնորդին։ Պարոն Հայրապետյան, իսկ դուք 1.5 միլիոն այդ հարցին եմ պատասխանում։ Դուք ներկա եք։ Առաջարկում եմ նաև։ Ես լավ հիշում եմ ինչ հարցեր են հնչել, ոչ ես, ոչ Ռուզանան չենք հարցրել, թե ինչու չեք մասնակցում։ Սխալ եք հիշում։ Դուք տևական ժամանակ ասացիք, որ պատարակներին չեք մասնակցում։ Այդ հարցը հնչել է։ Հիշեցի։ Բայց պատճառը չասեցիք, գուցե։ Ասացի, տեսեք, պատճառն այնպիսին էր, որի մասին ես նաև չեմ կարող խոսել ոչ հիմա, ոչ ապագայում։ Ասել եմ, դա խիստ անձնական է։ Եվ ասել եմ, որ չեմ կիսվել։ Ես ուզում եմ նաև, որ դուք ըմբռնումով մոտենաք, որ երբ ինչ-որ պաշտոնյական որևէ քաղաքացի մարդ որևէ անձնական հարցով ասում է, որ փակագծեր չի բացելու, եթե կհիշեք, նաև նշել եմ, որ վերջին 3 տարիներին չեմ այցելում պատարագի, թեև գնում եմ եկեղեցի եւ աղոթում եմ ու հաղորդակցվում եմ իմ Աստծո հետ, ապա 2 շաբաթ անց դժվար թե այդ դիրքորոշումը փոխվի։ Պարոն Հայրապետյան, գնանք նախորդ թեմային անդրադառնալով, հրավերի մեջ ինչ է նշվել, որ ձեզ հրավիրել են վաղը համալիր։ Վաղը բոլորիդ բաց կլինի։ Ինչու է այսպեսի հուշ գաղտնիություն պահպանում դրա շուրջ, այսինքն այդ ինչ մի գաղտնի բան է, որ կդժվարանամ ասել։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ հարցը ուղղեք վարչապետի աշխատակազմին։ Ես գիտեմ։ Դուք արդեն հայտ ներկայացրել եք այսպես 26-ին առաջադրվելու Այո։ Դեռևս այս փուլում առաջադրվում են ցուցակում դիտարկվելու համար, եթե վարչությունը կամ այն մարմինը, որը որ կհամարի, որ իմ թեկնածությունը ընդունելի է եւ ես լինելու եմ ցանկում, միայն դրանից հետո համապատասխան վճարումը կատարվում։ Պարոն Հայրապետյան, երեք վարչապետը կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցու պատասխանում նշեց, որ 26 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական վերնախավային անդամներ, ովքեր նախկինում ղեկավարել են Հայաստանը եւ այն թակարդի մեջ են, պետք է հեռացվեն պաշտոնից եւ տեղ չունենան երկրի քաղաքական կյանքում։ Նախ խնդրեմ ասել, սա ում է առնչվում եւ եթե կան այդպիսի Մի հատ նորից կասեք, որ պաշտոնյաները ովքեր նախկինում ղեկավարել են Հայաստանը եւ այն թակարդի մեջ են վայել, պետք է հեռացվեն պաշտոնից եւ տեղ չունենան երկրի քաղաքական կյանքում։
Դե դուք ինչի՞ չեք հարցում վարչապետին։ Որովհետև մեկ հարց տալու հնարավորություն ունեիք, հասկացա։ Դուք ըստ էս սա ում է առնչվում եւ եթե կան մի րոպե, եւ եթե կան այդպիսի խնդրահարույց քաղաքական ուժեր, ինչու իրենց թողնել մասնակցել ընտրություններին եւ նոր մտածել հեռացնելու մասին։ Որովհետև Հայաստանը ժողովրդավարական երկիր է եւ օրենսդրությամբ սահմանված է իրավունք մասնակցելու բոլոր քաղաքական գրանցված ուժերին համապետական ընտրություններին։ Եվ մենք ժողովրդավարական արժեքներին կարճած ենք ամուր, համարում ենք, որ հանրությունը իր քվեարկությամբ պիտի գնահատական տա եւ ըստ էության ավարտի այս կամ այն կուսակցության կամ քաղաքական ուժի դե ֆակտո գործունեությունը, ոչ դե յուրե։ Թե առավել հեշտ է վարկաբեկված խոցելի քաղաքական ուժերի հետ գնալ ընտրությունների, հաղթել եւ նոր մտածել քաղաքական դաշտում ապրելու մասին։ Նաեւ այդպես։ Դրա համար է նաեւ մեր ցավը, որ ընդդիմադիր դաշտում ավելի արագ չեն ընթանում առողջացման տեմպերը, որովհետեւ ինձ համար անձնապես գերադասելի է պարտվել այնպիսի մի առողջ քաղաքական ուժի